Դες դավաճանական բան է, կառավարություն է, այդ դավաճանական կառավարության աջակցություններից հրաժարվեք ուրեմն։ Դավաճանից դավաճան բան փող ստացողը, բա ինչ է, ինչի չեն հրաժարվում։ Կարծես թե ինչ որ բան այն չէ, թեև արտաքուստ առաջին հայացքից տպավորություն այն է, թե մենք բնականon կյանքով ենք ապրում։ Մենք կարծես գտնվենք մի ազգային պետական հնոցի թոնրի մեջ, որտեղ ամեն ինչ կա այրելու համար, բայց այն ինչ պիտի թխենք, չունենք։ Եթե թոները պիտի վառենք, ուրեմն մենք մեզ ենք այրելու, որովհետև մենք բոլորս ազգովի գտնվում ենք այդ թոնրի մեջ։ Գետի մեջ էլ չենք, թեև հիմա ջրհեղեղներ են լինում, գետերն են դուրս գալիս իրենց ափերից, բայց մենք մեր հոգևոր մշակութային իմացությամբ եւ նկարագրով այլ որոշ ազգերի պես տապակվում ենք մեր իսկ ձեռքով լցված յուղի թավայի մեջ։ Մենք մեր ազգային քաղաքական նպատակների առումով գտնվում ենք մի սարսափելի, անասելի իրավիճակում, գրեթե այնպիսի, ինչպիսիք էին 1915-ի հայոց ցեղասպանության իրականացման նախաշեմին։ Հայաստանաբնակ հայ ժողովուրդն այսօր այդ վիճակում է գտնվում։ Պետք է պայքարել։ Մյուս ժողովուրդների նման մենք աշխատանքով, արարելով, ստեղծելով, կառուցելով, ապրել եւ ստեղծել ենք Հայաստան, բայց դժբախտաբար այսօր նույն կերպ դա էլ չենք կարող իրականացնել։ Մեզ չի տրվում երկիր շենացնելու եւ կառուցելու հնարավորություն։ Տրվում է երկիրը քանդելու, ավերելու, ժողովրդին իրար դեմ հանելու ծրագիր, մարդկանց հասարակական քաղաքական տարբեր լաբիրինթոցներում պահելով, թորելով, թրծելով նրանց լավ կամ վատ մտքերը։ Մենք մի այնպիսի պարանով ենք մեզ հանգուցել, կապկպել, որ գորդյան հանգույցը ոչինչ է դրա դիմաց։ Մենք այսօր զսպաշապիկ հակած ժողովուրդ ենք աշխարհի բոլոր երկրներում, անշուշտ Հայաստանից սկսած։ Փաշինյանի իշխանությունը իրեն դրել է ամենակարողի տեղ, ինքը բանի երկրի, երկնքի, տիեզերքի տիրակալն է եւ իրեն ամեն ինչ կարելի է, որովհետեւ ինքը հանձնել է Արցախը եւ դրանից հետո կարողացել է վերարտադրվել ու իրեն թվում է իրեն ամեն ինչ կարելի է, ինքն է որոշում, թե ինչ թատրոններ պետք է բեմադրվեն, ըստ այդ բանի նոր Հայաստանի գեղագիտության, ինքն է որոշում ով ինչ պատժի պետք է արժանանա, ինքն է Facebook-ում գրում դատավճիռները։ Այս իշխանությունը իրավունքը տրվել է ընտրությամբ։ Խնդիրն այն է, որ մենք ենք ընտրել մեր դագանակին, հայրենիքը դավաճանողին, վաճառողին, թալանողին, հայրենիքն օտարող իշխանությանը։ Իրենք փաստերով ապացուցել են, որ մենք ենք ընտրել, նրանք բոլորը հայեր են։ Մենք չպետք է ընդունենք չգոյության որոշումը, նման որոշում չէր էլ կարող լինել։ Բայց խնդիրն այն է, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն, աշխարհաքաղաքական խարդավանքներով լի մեծ ավանտյուրա Հայաստանի հանդեպ, եւ արդյունքում մենք ստացել ենք ներկայ իշխանությանը։ Իրենք էլ են ասում ընտրվել են, մենք ենք ընտրել, իրենք խախտումներով չեն ընտրվել։ Այո, գնել են, խաբել են, վաճառել են, օտարերկրյա ուժեր, տերություններ աջակցել են նրանց, որպեսզի Հայաստանում ստանան այս իշխանության կացինը։ Այս իշխանությունն իրականացնում է թուրք-ադրբեջանական ծրագիր եւ այն պաշտպանվել է ոչ միայն եվրոպական, այլև շատ այլ խոշոր երկրների կողմից։ Չի կարող լինել ինքնազոհաբերման որոշում։ Սրանց դաստիարակել են, սրանք արտիստներ են, կատարողներ։ Հայաստանն իրենց համար բեմահարթակ են դարձրել եւ խաղում են այն ներկայացումը, որը նրանց համար պատրաստել է Արևմուտքը։ Չէր կարող Հայաստանում այսպիսի իշխանություն լինել առանց Արևմուտքի խոշոր տերությունների, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցության։ Չէր կարող մեր երկրում այս իշխանությունը կայանալ առանց ֆինանսական մեծ օլիգարխիաների միջնորդության։ Ուղղակի չէր կարող։ Մեր ժողովրդի իներտ հատվածն աջակցեց եւ նույնիսկ ընտրության չգնալով իր քվեները դրեց այդ արկղի մեջ։ Այդպիսի ընտրություն արել է օրինակ Հիտլերը Գերմանիայում։ Հնարավոր է անել ճշգրիտ քայլեր, դրա համար հարկավոր է կամք, խիզախություն, որպեսզի ապահովենք նախ եւ առաջ մեր ժողովրդի հավաքական մտքի արտահայտումը։ Փաշինյանի եւ իր այսպես գործընկերների սահմանադրախախտությունը վաղուց պատճառ դարձած կլիներ, որ նրանք իշխանությունից զրկված կլինեն եւ հայտնված կլինեն այնտեղ, որտեղ հայտնում են սահմանադրախախտության համար։ Բայց քանի որ մենք քաղաքական ազգ չենք եւ չենք կարողանում իրական պահանջ ներկայացնել իշխանությանը, ընդդիմությանը, չենք կարողանում իրական ընտրություն կատարել, չենք կարողանում իրական կերպով մասնակցել քաղաքական գործընթացներին, միջալոց 5 տարին մեկ ընտրությունների գնալը դա իրական մասնակցություն չէ, դա ընտրական մասնակցություն է, բայց ոչ ավել։ Հա մենք չենք կարողանում պահանջ ձևակերպել եւ պահանջատեր լինել։ Շատ կարևոր է, որ մեր ժողովրդին սովորեցնենք, որևէ դեպքում չի կարելի ապագան ընտրել դրամով, չի կարելի քո չծնված երեխայի, թոռնիկի, բարեկամի ապագան որոշել նյութական շահով, չի կարելի։ Հայաստանն այսօր պարզապես տառապում է պետական կաշառակերության մեջ։ Դա այն է, երբ այլ պետություններից կամ կազմակերպություններից ստանում են նյութական օժանդակություն, գումար եւ իրականացնում ուղիղ այն քաղաքականությունը, որն իրենց թելադրվում է։ Փաստորեն մենք այստեղ ունենք գործակալների իշխանություն։ Որոշի հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։